Գյուրջան կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանցի իշխանամետ փորձագետները դեռ Բայդենի հեռանալու օրերին էին իրենց հասարակությանը հանգստացնում, շուտով Թրամփի գալով պայմանավորված լավ օրեր են լինելու։ Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները ջերմանալու են։ Թրամփը եկավ ու ադմինիստրացիան սկսեց ակտիվ հայտարարություններն ու հրապարակումները Հարավային Կովկասի Երևան-Բաքու հարաբերությունների մասին։ ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորական ուղեր ցղեց Ալիևին Ադրբեջանին անկախության օրվա առթիվ։ Նամակում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Հակամարտության խաղաղ լուծումը կապահովի Հարավկովկասյան տարածաշրջանի ավելի բարեկեցիկ ապագա եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի։ Հիմա ժամանակն է հավատարիմ մնալ խաղաղությանը եւ սկսել Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանը։ Թրամփի վարչակազմի պետքարտուղարն էլ շնորհավորանքում հատուկ ընդգծել է Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, շարունակել ձևակերպելով, թե ԱՄՆ-ն ընդունում է նաեւ Ադրբեջանի որպես էներգակիրների մատակարարի եւ տրանսպորտային հանգույցի կարեւորության աճը։ Նախորդ շաբաթ էլ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ են տեսնում եւ ակտիվ ներգրաված են կանխելու ռազմական բախումը։ Ինչ հաշվարկ է անում Սպիտակ տունը, միջազգային агентն ասում է, մի կողմից տեղ է հասնում ադրբեջանա-թուրքական լոբբինգը, դրան գումարվում է նաև հրեաների աշխատանքը, մյուս կողմից Ամերիկան առաջնորդվում է First America սկզբունքով։ Բնական է, որ էներգակիր Ադրբեջանը ավելի հետաքրքիր է Վաշինգտոնին։ Նախ նրանով, որ հարուստ է էներգետիկ ռեսուրսներով, հետաքրքիր է այն առումով նաև, որ լոգիստիկայի կարող է տրամադրել շատ կարևոր ճանապարհներ, ինչպես հյուսիսից հարավ, այդպես էլ արևելքից դեպի արևմուտք, եւ այս պարագայում իհարկե Ադրբեջանը հետաքրքիր է եւ հետաքրքիր է նաև այն պարադիգմայից, որ Թուրք Միացյալ Նահանգներ հարաբերություններ են խորացված եւ ՆԱՏՕ անդամ պետություն է դեռևս Թուրքիան։ Փողը փող, բայց Ամերիկայում նաև հաշվարկել են Ադրբեջանի դերը Իսրայել-Իրան հնարավոր հակամարտության դեպքում։ Պետք չէ նեղացնել ու հեռու վանել, պետք է սիրաշահել, քանի դեռ հայտնի չէ, թե Թերանի հետ գործերն ինչ ընթացք կունենան։ Այստեղ շահերը երկկողմանի են, Ադրբեջանը պետք է Միացյալ Նահանգներին որպես Իսրայելի ռազմական աջակից, իսկ եթե այդ բախումը ամեն դեպքում տեղի ունենա, Ալիևը կփորձի տարածաշրջանի վաղեմի ծավալապաշտական երազանքները կյանքի կոչել։ Փորձի կյանքի կոչել այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը եւ դա կներկայացնի Միացյալ Նահանգներին, որ տեսեք, այս հնարավորությունը, եթե դուք մեզ տրամադրեք, որ մենք վերահսկողություն հաստատենք այդ միջանցքի վրա կամ ստիպենք Հայաստանի իշխանություններին, որ իրենք տրամադրեն այդ միջանցքը մեզ, ապա սրանով մենք կկտրենք Իրանի կապը Հայաստանի հետ, Եվրամիության հետ եւ ինչ որ չափով նաեւ Ռուսաստանի հետ։ Այստեղ փորձագետը հատուկ ընդգծում է, առերևույթ նկատելի է հայկական լոբբինգ Ամերիկայում չի իրականացվում այնպես ինչպես պետք է, կամ գուցե դա համակարգված չէ ի տարբերություն ադրբեջանականի։ Ալիևը կարողանում է թանկացնել իր առաջարկները։ Լուսանկարները թարմ կրակոցների մասին են։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքի Խոզնավարի ուղությամբ։ Անզեն աչքով էլ պարզ է թիրախային են կրակել, բնակելի տան պատուհանն է։ Տուժածներ չկան, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն է հաղորդագրություն տարածել։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հայ-ադրբեջանական կողմը կարծես ոչինչ հետաքննել չի պատրաստվում, տեղն ու տեղը հերքել են հայկական կողմի հայտարարությունը եւ դեռ ավելին մեղադրանքներ հնչեցրել, թե հայկական կողմը նման միտումնավոր ապատեղեկություն եւ կեղծ լուրեր տարածելով փորձում է միջազգային հանրության համար աղավաղված կարծիք ձևավորվել եւ հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ձևակերպել է, որ իրենց ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանի այս ելույթին զուգահեռ օկուպացված Արցախում առաջին ադրբեջանական հանրապետության հիմնադրման տոնն էր նշում Ալիևը։ Հայաստանի խաղաղության մասին խոսույթին համընթաց Ադրբեջանի նախագահը բաց չի թողել առիթը դարձյալ խոսելու տարածքային պահանջների մասին։ Բռնապետը հայտարարել է, թե Արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից եւ միացվել է Հայաստանին։ Դա մեծ անարդարություն է որակել Ալիևը ու այս ելույթից հետո է հավանաբար ադրբեջանական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանը տվել կրակել բնակելի տուն թիրախ
թիրախավորել։ Հետո արդարանալ իբր քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին չեն թիրախավորել։ Ընդհանուր առմամբ թե սահմանային լարվածությունը, թե դիվանագիտական հռետորաբանությունը ըստ քաղաքագետի մեկ փաստի մասին են վկայում։ Կողմերի քաղաքական նպատակները տարբեր են։ Հայաստանը ուզում է խաղաղության հասնել, ինչ որ առումով նաև երաշխիքների։ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել ուժերի դիրքերը ու հասնել բոլոր նպատակներին, այդ թվում Հայաստանի սուվերենության հաշվին։ Ադրբեջանը միշտ ձգտում է, որ ինքը ինչ-որ ձեր ճաշում գործածի։ Խոսքը գնում է թե սահմանադրության մասին, թե ադրբեջանցիների հետ հայտնի վերադառնալու մասին, թե Զանգեզուրի հետ, այսպես կոչված Միջանցքի այդ անպայման էքստերիտորիալ կարգավիճակի մասին, որը էլի սուվերենության որոշակի սահմանափակում է ենթադրում։ Խոսքը իհարկե շատ կարևոր գործոն է դեմիլիտարիզացիայի մասին։ Ստացվում է բացառված է, որ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրի, այն դեպքում, երբ խոսքը թե գործը սադրանքի ու վտանգի մասին են, անգամ եթե դա չբացառենք, այդ փաստաթուղթը ամուր հիմք ու երաշխիք չի լինի, ասում է քաղաքագետը, հիշեցնում, ինչ ռեժիմի հետ գործ ունենք։ Պայմանագիրը տեսականորեն կարա այդ մեխանիզմները անվտանգային մեջը ենթադրի երաշխիքները, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը այսպայն այդ փաստաթղթից աշխատում է հանի այդ ամեն ինչ։ Ցերեկը խոսում է ահաբեկելու լեզվով գիշերը նշան բռնում հայկական գյուղերի ուղղությամբ հարց է առաջանում, ի վերջո խաղաղություն է լինելու թե ամեն դեպքում ռազմական գործողություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Բաքվից պատասխաններ չի ուշացել։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են, թե Փաշինյանի դիրքորոշումը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանն ամեն կերպ փորձում պահպանել հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։ Բաքվի խոսափողը անդրադարձել է նաև Արևմտյան Ադրբեջանի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, թե մեջբերում եմ։ Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունները փաստերի աղավաղում են եւ Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը կազմող ադրբեջանցիների անոտարելի իրավունքների ակնհայտ ժխտում։ Արևմտյան Ադրբեջանի համայնքին հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ, հավելել է Հաջիզադեն։ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի հյուրերին վարչապետ Փաշինյանը ողջունում է ու պատմում Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ ունենք, զուգահեռ նաև ադրբեջանական նախապայմաններ այդ տեքստին իրավական ուժ տալու։ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի հետ նույն պահին նույն վայրում։ Ինչ վերաբերում է սահմանադրությունը փոխելու պահանջին, վարչապետը նշել է, որ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Բայց այստեղ Փաշինյանը հիշեցրել է, որ ըստ սահմանադրական դատարանի Ալմաթայի հռչակագիրը, որի վրա հիմնված է թե սահմանազատման կանոնակարգը, թե պայմանագրի տեքստը լիովին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որևէ մեկի նկատմամբ։ Եթե սահմանադրական դատանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է, ապա ոչ մի խոչընդոտ չի լինի այն վավերացնելու նպատակով ազգային ժողով ուղարկելու համար։ Այնուհետև փաստաթուղթը կստանա Հայաստանում ամենաբարձր իրավական ուժը։ Համաձայն սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի, որը ենթադրում է, որ ներպետական օրենսդրության հետ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները։ Համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք կարող է ունենալ Ադրբեջանը։ Նրանց մտահոգությունները լուծելու ճանապարհը պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե այն ստորագրելուց հրաժարվելը։ Ադրբեջանի նախագահը նախորդ շաբաթ էր ձևակերպել, թե պաշտոնական Երևանը պետք է հստակ ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։ Փաշինյանը Երևանում պնդում է, չկա եւ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան-Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դրա քննարկումը Երևանի համար բացառված է։ Շարունակում է տևական եւ կայուն խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Նրա խոսքով Երևանը վճռական է տրամադրված եւ հանձնառու է խաղաղության օրակարգին։ Հայաստանը պատրաստ է շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ, հասնելու խաղաղության պայմանագրի եւ այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին եւ կտրուկ կփոխեն իրավիճակը եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը։ Իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է ինձ համար։ Խոսելով էթնիկ զտումներից, հիբրիդային պատերազմներից ու փոփոխվող աշխարհից Հայաստանի արտաքին դիվանագիտության ղեկավարն էլ ձևակերպում է. Հայաստանի տեսլականը պարզ է կարգավորել հարաբերությունները երկու հարևանների հետ, միմյանց ինքնիշխանության տարածքային ամբողջականության լիակատար կարգմամբ եւ փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ եւ խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ։
Մինչև մենք շարժվում ենք աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում, Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաև տարածաշրջանից անդին։ Մենք հաստատել ենք ամուր եւ ռազմավարական գործընկերություններ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա եւ Ասիա։ Իդեպ հայ պաշտոնյաները արտերկրի հյուրերին ներկայացրել են նաև կոմունիկացիաների ապա շրջափակման հետ կապված հարցեր, մասնավորապես նշելով, թե գնացքները կարող են գալ, անցնել անձնագրային սահմանային վերահսկողություն եւ հասնել մինչև Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ։ Սա Հայաստանի առաջարկներից մեկն է, ապահովելու կապակցվածություն Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև։ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության խթանման ուղղված ջանքերին, դրանք էական նշանակություն ունեն տարածաշրջանի բարեկեցության համար, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ադրբեջանի անկախության օրվա առիթով հնչեցրած ուղերձում Մարկո Ռուբիոն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Պուտինը շնորհավորել է Հայաստանին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները կշարունակեն ամեն կերպ ամրապնդել կառուցողական բազմակողմ գործակցությունը իշահ իրեն ժողովուրդների եվրասիական տարածքում բարգավաճման եւ կայունության ապահովման շահերից։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մայիսի 28-ին հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների նոր փուլի մասին։ Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ պնդել է խտրական օրենքների վերացման մասին եւ շարունակելու է դա անել հաջորդ փուլում։ Լավրովը հիշեցրել է, որ Ուկրաինայի չեզոք արտադաշինքային միջուկային ազատ կարգավիճակին վերադառնալը հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի պայմաններից մեկն է։ Հիշեցնենք մայիսի 27-ին Լավրովն ասել էր, որ հաջորդ փուլը կարելի է անցկացնել Ստամբուլում, իսկ պատվիրակության ղեկավարին նշանակում է նախագահը։ Թրամփի կինը Մելանիա Թրամփը հերքել է լուրերն այն մասին, որ Հարվարդի համալսարանի դեմ սպիտակ տան քաղաքականության եւ իրենց կրտսեր որդու բարոնի այնտեղ չընդունվելու փորձերի միջև կապ գոյություն ունի։ Բարոնը չի դիմել Հարվարդ եւ ցանկացած պնդում, որ ինքը կամ նրա անունից որևէ մեկը դիմել է, սուտ է, ասել է առաջին տիկնոջ ներկայացուցիչը։ Երևանի փոքր կենտրոնի եւ մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ են կատարվելու։ Քաղաքապետարանում քննարկվում է մի շարք փողոցներում երթևեկությունը դադարեցնելու կամ միակողմանի դարձնելու հարցը։ Որպես առաջին քայլ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցում կիրառել սահմանափակումներ, իսկ Խորենացի փողոցում էլ ներդրվելու են ավտոբուսային առանձնացված գծեր երկու ուղղությունով։ Կիրառվելու է նաեւ կայանման արգելք ներկայացված առաջարկներին արձագանքել է քաղաքապետ Ավինյանը։ Խոսքը իհարկե գնում է ավտոբուսային նոր գծերի եւ Սարյան փողոցը միակողմանի դարձնելու մասին, բայց հայեցակարգային կարևոր հարցը հետիոտնային հատվածները ավելացնելու վերաբերյալ կարծում եմ նույնպես մեր ամենակարևոր հարցերից մեկն է, որ կարծում եմ նվազագույն այս տարի վերջնական որոշումներ պետք է կայացնենք, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Ինձ թվում է ամբողջական պատկերն ունենալու համար մեզ նաեւ հարկավոր է հեծանվային ուղիները հասկանալ եւ ըստ այդմ արդեն ամբողջական պլան ունենալ, թե ինչպես ենք վերակազմակերպում փոքր կենտրոնի երթևեկությունը։ Երևանի քաղաքապետ Ավինյանի որոշմամբ նոր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Այս երեխան հազիվ 5 տարեկան լինի, դեռ չի կարդում, չի գրում, բայց արդեն ունի թվային կենսագրություն լի տասնյակ լուսանկարներով, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում առանց իր իմացության ու համաձայնության։ Համացանցի նշանակությունն ու ներուժը մեր օրերում գնալով մեծանում է, մասնավորապես սոցիալական մեդիայից օգտվելը դարձել է առօրյայի անբաժան մաս։ Մեզից շատերն ամեն օր հրապարակելով տարբեր լուսանկարներ հաճախ անգիտակցաբար թիրախավորում են հենց մեր կողքին գտնվող երեխային, առանց հաշվի առնելու օրենքի արգելանքը։ Հայաստանի օրենսդրության առանց ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի թույլտվության երեխայի լուսանկարը հրապարակելը կարող է իրավախախտում համարվել։ Նույնիսկ ծնողի հրապարակած լուսանկարները կարող են խախտել երեխայի անձնական կյանքի իրավունքները։ Հոգեբանները ասում են, որ դա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ որ ծնողը իր երեխայի լուսանկարը հրապարակում է եւ դա հետո դառնում է հանրային սեփականություն, այսպես ասած։ Դրա մասին արդեն բազմաթիվ դիրքորոշումներ եւ վերլուծություններ կան եւ իրավաբանների կողմից եւ հոգեբանների կողմից, ինքս դա շատ սխալ եմ համարում։
Սոցցանցերում յուրաքանչյուր հրապարակված լուսանկար պատմություն է, պատմություն, որն առաջին հայացքից կարծես թե ունի դրական երանգներ, սակայն իրականում այն շատ մեծ ռիսկեր է ներառում։ Այս կիբեր հանցագործությունների դարում այդ երեխայի լուսանկարը կարող է հեշտությամբ վերցվել եւ պորնոգրաֆիական նյութերի, բան դառնալ, եւ նաեւ ինչ որ այլ ոչ ճիշտ ինֆորմացիոն ինչ-որ նյութերի, մանավանդ հիմա շատ ենք հանդիպում, օգնեցեք երեխային, ինչ-որ հիվանդ երեխային նկար ու ինչ-որ դրամային օգնություն են խնդրում։ Անչափահաս երեխայի լուսանկարի հրապարակումը առանց ծնողի կամ օրինական ներկայացուցիչի համաձայնության արդեն իսկ իրավախախտում է, պնդում են մասնագետները։ Բայց օրինակ ողբերգությունից հետո ինչպես հրապարակել լուրը, ինչպես ցույց տալ դիցուք անչափահասների լուսանկարները, որ չխախտվեն նրանց իրավունքները, չդառնան խոցելի եւ չխախտվեն լրագրողական էթիկայի կանոնները։ Իրավական պրակտիկայում հանդիպել եմ դեպքերի, երբ որ նման իրավիճակներում լրատվական կայքերը կամ միջոցները դիմում են ազգականներին, ստանում են թույլտվություն նման հրապարակումներ անելու համար եւ մյուս հակառակ եւ ամենաշատ տարածված դեպքերը, երբ որ չեն ստանում այդ թույլտվությունը, բայց այնուամենայնիվ վերցնում սկրինշոտ են անում եւ այլն։ Իսկ հոգեբանները պնդում են առհասարակ անչափահասի նկարների հրապարակումը թե հոգեբանական, թե իրավական առումով ոչ ցանկալի վարք է։ Ողբերգական դեպքերի պարագայում ըստ հոգեբանի այդպիսի հրապարակումներով ցավի ապրումն ավելի են խորացնում։ Հարազատը կարծես կորցնում է իր վերահսկողությունը, կորցրած հարազատի վիշտը պահպանելու սքալու նկատմամբ եւ վշտի փուլերը, որոնք որ պետք է ինքը կարողանա հաղթահարել, դրանք երկարաձգվում են եւ վերաապակինում տեղի չունենում։ Երբ սոցցանցերում մեկ հպումով տարածվում է երեխայի պատկերը, քչերն են հարցնում, որտեղ են սկսվում երեխայի իրավունքները եւ որտեղ ավարտվում մեծահասակի ազատությունները։ Մասնագետները կոչ են անում պահպանել երեխայի իրավունքները եւ սոցիալական մեդիայում երեխաների պատկերներ տարածել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Մայիսի 29-ին խոշոր ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։ Բախվել են Opel Zafira-ն եւ Volkswagen-ը։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Ապարան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են եղել նաև շտաբօգնության բժիշկներն ու փրկարարները։ Վիրավորներից մի քանիսին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներից եւ պատգարակով մոտեցրել շտաբօգնության ավտոմեքենաներին։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բռնկվել։ Հրշեջ փրկարարները մարել են կրակը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Շտաբօգնությանը ուղեկցում են բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, ոստիկանության Ապարանի բաժնի խումբը։ Հիմա վիրավորին արդեն պատկարակով տեղափոխում են Սան ավիացիայի, որպեսզի տեղափոխեն Երևան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ 27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպվել է սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան։ Մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 17:30-ի սահմաններում աշտարակի խճուղում բախվել են VAZ-2107-ը եւ Mitsubishi-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբերն ու ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն ընտանիքի անդամներ են, 2 ծնողներն ու նրանց անչափահաս երեխաները։ Բոլորը գտնվելիս են եղել Mitsubishi-ում եւ Երևանում երեխաներից մեկի ծնունդը նշելուց հետո վերադառնում էին Լոռու մարզ։
Մայիսի 28-ին Շիրակի մարզում Ամասիայից դեպի Արփի գյուղի տանող ճանապարհին 28-ամյա Ռիփսիմեի Lexus GX 470-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մեկ պտույտ շրջվել եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վարորդը եւ ուղևորներ 22-ամյա Նանեն, 20-ամյա Լիլիթը եւ Երևանի 23-ամյա բնակիչ Մերին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։